հիմա ես որում մահանա որտեղ են թաղել ինձ ամենից դժբախտն մարդու համար դժբախտությունը որ իրան հողոմը չի մահանում որ իրան հայրենիքը չի տեսնում ինչքան մունքը ինչավնք տարբերվում նրանցից ովքեր օրինակ զոհվել են 14 թվականին 15 թվականին եղերնի ժամանակ անթաղ մեռելներ չէ մենք էլ ենք անթաղ մեռելներ ես շատ դժգոհ ես կառավարությունից մանավանդ որ այսօր գցեցին ես ինչ մենք հերոսի կոչում ենք ստացել ասենք ազատամարտի այդ ժամանակ Արցախյան ազատամարտի տարիներին հերոսի կոչում ենք ստացել բայց այսօր ինչ որ ենք դժվար է Եվ նրանք այս իշխանությունը հələ փորձվում է համարձակվում է ասել, որ արցախցիները չեն կռվել։ Քալում դրանց իրան։ Քալում սաղին ով է ձևիանում։ Ես մեկ կկոտորեմ նրանց, կկոտորեմ լուրջ եմ ասում, կկոտորեմ նրանց, ովքեր ասում են, «Ախ, ինչ ես կռվել»։ Դու կռվան խաբար ունիս, այդ ջադա, այդ տղա։ Դու կռվան խաբար չունիս, դու կռև չտեսա։ Չեմ ուզում, իսկականից չեմ ուզում, ներվերս հերիք չի հերիք։ Եվ կխնդրեմ ներկայացնել այս պահի դրությամբ ինչ խնդիրների առաջ եք կանգնած, ձեր կոչը հայ ազգին, որ այս պայքարը շարունակվում է, ինչ ակնկալիքներ ունեք։ Մինչև վերջ հաղթան պայքար, մինչև վերջին շունչում է։ Ես տակ գուզեի օրինակ բոլորն էլ գիտակցել, ոչ թե մենակ ես, այդ բոլորն էլ գիտակցել։ Դա ինչա ես հաշման տամ գալիս եմ ստեղ հետաքրում ազգի հաջողությունները իմ ազգի հաջողություն իմ ազգը ծախվում այդ գույր աշկ չտեսնում բայց նրանք էլ գոնե զգում են որ ազգը ծախվում է լավ ասացին Ղարաբաղը տանք պատերազմը չլինի Ղարաբաղը տվեք տավուշը խեյեք տալիս ասունիք խեյեք տալիս Հիմա ճանապարհի հարցն են առաջ դրել Հիմա ճանապարհի ամեն ես հետաքրքրում ամեն մին մանրունքն էլ ինձ համար մեծ նշանակություն է ամեն ինչ խնացախցին ասում է գրակել են ուղիղ մերտանա դու ինչի մասին ես մտածում դու վեր վախկոտը 1000 անգամ մեռնում է դու 1000 անգամ պիտի մեռնես ես կներեք չեմ կարող